կերպ է անցել նոյեմբերի 16-ից եւ այն մոտավորապես 15 տարի այստեղ է գտնվելու մինչ 2043 թվականը փոխվելու է կյանքը, արհեստական բանականությունը արդեն մուտք է գործել մեր գործունեության ոլորտ, մեր կյանք, բայց նաև կարևոր մի տենդենց, որ Ուրանը վերջապես իր 7 տարվա, 6 տարվա, 18 թվականից է գտնում ցուլի կենդանակերպում, արդեն փորձելու է իր նորարարական հմտությունները երկորյակի կենդանակերպում եւ դա լինելու է 25 թվականի հուլիսի 7-ին, կրկին կրկնվող թվեր, հետաքրքիր են, չէ՞, եւ հենց այն թվերը, որոնք որ ես նշում եմ, այդ օրերին եւ ամիսներին ծնվածները ունենալու են մեծ փոփոխություններ իրենց կյանքում եւ իհարկե երկու կարևոր մոլորակներ, տրանսսատուրնյան մոլորակներ, որոնք բարդ փոխհարաբերություններ ունենալիս բերում են ճակատագրական անդառնալի վատ փոփոխություններ, տվյալ դեպքում նրանք կազմելու են տրիգոն դիրքավորում եւ հենց հիմքը դրվելու է ամառվա ամուսներին փաստորեն հուլիս ամսին մենք տեսնելու ենք մեծ հնարավորություն օդի տարերքի ազդեցության ծնվածների համար կրակի տարերքներն էլ անմասն չեն սիրելի հետևորդներ, որովհետև այստեղ հմտությունների ձեռքբերման արդյունքում սեքսի դիրքավորման ուղեկցությամբ տեղի ունենալու մեծ փոփոխություններ մարդկանց կյանքում։ Իհարկե խոսելու եմ Յուպիտերի մասին, որը խեցգետնի կենդանակերպ է մտնելու 2025 թվականի հունիսի 6-ից եւ այնտեղ մնալու է մինչ 2026 թվականի, հունիսի 30-ը այն բարեկեցության մոլորակն է մտնելու է խեցգետին հայրենիք, օջախ, ընտանիք, կարող են լինել հայրենադարձներ, բոլորի ընտանիքներում լինելու են հաջողություններ, կախված այն ոլորտներից, թե Յուպիտերը որտեղ է գտնելու եւ մի շատ կարեւոր փաստար, Սև լուսինը անցնելու է կարիճի կենդանակերպ, դա 25 թվականի մարտի 27-ն է։ Կարիճը, ինչպես գիտեք, գումարներ են, հանրային գումարներ են, Սև լուսինը այստեղ տարբեր դրսևորումներ է ունենալու, որոշների մոտ այսպես հիվանդություններ կարող են առաջ գալ, միզասեռական օրգանների ուռուցքային երևույթներ կարող են լինել, կարող են բացահայտվել այսպես կոռուպցիոն մեծ սկանդալներ եւ նրանք ովքեր գտնեն 9, 18, 27, 36, 45, 54 63, դե իհարկե այնտեղ 72 տարիքային շրջափուլերում մանավանդ կարիճ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ ուշադիր լինեն, որպեսզի չբացահայտվեն գործեր, որոնք կարող են խանգարել իրենց վարկանիշին, իրենք կարող են մտնել անաշխատ գումարների, կոռուպցիոն